Հիմնական զեկույցով հանդես կգա Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, համեցեք Տիկին Մանասյան, ամբիոնի մոտ։ Հարգելի պարոն Բաքոյան, հարգելի պարոն նախարար, պետական իշխանության մարմինների հարգելի ներկայացուցիչներ, միջազգային հարգելի գործընկերներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Իրապես շատ կարևոր թեմայի շրջանակներում ենք այսօր խորհրդարանական լսումներ իրականացնում։ Մի թեմա, որը առաջին հայացքից կարող է թվալ թե կարևոր, թե նաև առանց որևէ խնդիրների մեր տիպի հասարակություններում եւ նույն ժամանակ երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում արկա խնդիրները ընդհանրապես բազմազան են Հայաստանում եւ միանշանակ կարևոր է դրանց հասցեավորումը։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այն օրենսդրական նախագծերի փաթեթը, որը ներկայացված է, թեպետ մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության կողմից չէ մշակված եւ այդ աշխատանքները համակարգված, սակայն ինչ որտեղ նաեւ մեր հաստատության հաջողությունն եմ համարում այս նախագծերի փաթեթի միայն նույնիսկ արկայությունը, որովհետեւ ինչպես գործընկերները նշեցին, մենք բոլորս տարբեր վերահսկողական մեխանիզմների, այս թվում շրջանակներում պարբերաբար ենք բարձրաձայնել երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի համակարգային խնդիրների արկայության մասին եւ ուրախալի է, որ այսօր արդեն կարող ենք գործ ունենալ առնվազն լուծումների մշակման գործընթացի հետ, ինչը միանշանակ ցույց է տալիս նաեւ ոլորտում արկա հանձնառությունը։ Բայց քանի որ ես վստահ եմ, որ նախագծերի փաթեթի վերաբերյալ շատ կլինեն թե զեկույցները, թե նաև քննարկումները, ինքս կուզենամ մի քանի խնդրի վերաբերյալ խոսել, որոնք այս ոլորտում ընդհանրապես արկա են, որոնք եւս պետք է հասցեավորվեն եւ դրանց եւս պետք է լուծումներ գտնվեն, ինչից շատերին, այսպես ասած, որոշակի հասցեավորում եւ պատասխան տալիս է նաեւ այս օրենսդրական նախագծերի փաթեթը։ Քանի որ նաև զեկույցի համար նախատեսված ժամանակահատվածը շատ չէ, պարզապես մի քանի թեմատիկաներ ինքս կընտրեմ եւ դրանց վերաբերյալ կփորձեմ մտքեր կիսել ու նաև քննարկում նախաձեռնել այս լսարանում խնդիրները պատշաճ քննարկման առարկա դարձնելու դիտանկյունից։ Առաջինը կուզենամ հատուկ արձանագրել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման դեպքերին արձագանքման պատշաճ կառուցակարգերի արկայության կարևորության մասին, որովհետև մենք շատ թյուր պատկերացում ունենք այն մասին, որ մեր հասարակությունում երեխայի նկատմամբ բռնության դեպքերը քիչ են, հետևաբար դրանց արձագանքելու կառուցակարգեր էլ պետք չեն։ Իրականում բազմաթիվ են երեխայի նկատմամբ բռնության դեպքերը, թե ընտանիքի ներսում, թե ընտանիքից դուրս եւ ոչ միայն տարբեր հաստատություններում, այլ ընդհանուր առմամբ մեր հասարակական միջավայրում։ Ընդ որում խոսքը միայն երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին չէ, այլ նաև բռնության մյուս տեսակների։ Ավելին կուզենամ հատուկ արձանագրել, որ սովորաբար բռնության վերաբերյալ խոսելիս ֆիզիկական բռնությունն է շեշտադրվում, մինչդեռ այդ թվում երեխայի նկատմամբ բռնության ձևերը բազմազան են եւ դրանց ճանաչման խնդիր մենք ունենք, այդ թվում պետական իշխանության իրավասու մարմինների շրջանակներում, մասնագիտական համայնքներում, հետեւաբար այս առումով անելիքները միանշանակ չափազանց շատ են եւ կարևոր եմ համարում այդ թվում տարբեր օրենսդրական նախաձեռնություններով նման կառուցակարգերի ամրապնդման հետ կապված գործողությունների իրականացումը։ Ընդ որում ուզում եմ հատուկ շեշտադրել, որ երբ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, ու նշեցի նաև, որ բռնության գրեթե տարբեր տեսակների է խոսքը վերաբերում, ես կուզենամ հատուկ արձանագրել նաև երեխայի նկատմամբ սեռական բռնության տարբեր դրսևորումները, որոնք այդ թվում արկա են մեր հասարակական միջավայրում, եւ ցավալի մի փաստ, որ ընդհանրապես այդ դրսևորումների արկայության պարագայում կամ ճանաչելի չեն այդ բռնության ձևերը, կամ հակառակը նույնիսկ ճանաչելի լինելու պարագայում շատերը նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին դա որպես պարզապես խարան ընկալելով, եւ սրանք մնում են որպես արկա խնդիրներ, որոնք ըստ էության լուծում չեն ստանում, ու շատ կարեւոր է, որպեսզի մենք բոլորս խոսենք այս խնդիրների մասին։ Հաջորդ կարևոր համակարգային փոփոխությունը, որ առանցքային եմ համարում, խնամակալության եւ հոգաբարձության մարմինների
աշխատանքի կատարելագործումն է, որը պետք է տեղի ունենա հենց այս մարմինների կատարելագործման միջոցով, որովհետև չեմ կարծում, որ գաղտնիք ասած կլինեմ, հատուկ արձանագրելով, որ այս մարմինների աշխատանքը թե մասնագիտական, թե հմտությունների բացակայության եւ թե արդյունավետության տեսանկյունից այսօր բավականին ցածր է եւ միանշանակ մենք կարիք ունենք թե այս ամբողջ համակարգը վերափոխելու, թե նաեւ դրա իրացման պատշաճ կառուցակարգեր ունենալու։ Իհարկե կարող եմ հիմա այսպես շատ դետալային տարբեր խնդիրների վերաբերյալ խոսել, որ օրինակ այս մարմինները պիտի ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին աշխատանքի տարատեսակ մեթոդաբանություն ունենան կամ ինչպես պիտի իրականացվի նրանց աշխատանքը, այսինքն լուծումներ, որոնք մենք մեր գործունեության ընթացքում բացահայտված խնդիրների արդյունքում ենք որոշակի առումով առաջարկել կամ արձանագրել, բայց չեմ ուզենա խորանալ շատ այս բոլոր խնդիրների կամ դետալների քննարկման համատեքստում, որովհետեւ շատ ավելի համակարգային է քննարկումը, եթե կարիք լինի, բնականաբար հաճույքով կանդրադառնամ այլ հարցերի։ Բացի նշված մարմինների աշխատանքից իրականում շատ կարևոր կհամարեմ որպես համակարգային խնդիր արձանագրել երեխայի կարծիքը իր տարիքին եւ հասունությանը համապատասխան հաշվի առնելու կարեւորությունը, որը դարձյալ թե մինչ այս արկա օրենսդրական կարգավորումների շրջանակներում, թե նաեւ պրակտիկայում մենք ըստ էության չունենք, չենք ունեցել, ավելին ասեմ, այս առումով բազմաթիվ են խնդիրները նաեւ մասնագիտական համայնքներում, պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների կողմից, որովհետեւ դրանք եւս չեն պատկերացնում նախ երեխայի իրավունքներին առնչվող այս կոմպոնենտի կարեւորությունը եւ բնականաբար դրա հետ կապված հնարավոր լուծումների առկայությունը եւ այս տեսանկյունից երևի թե մի կարևոր հարցադրման եւս կուզենամ հատուկ անդրադարձ կատարել, մասնավորապես իհարկե անդրադառնալով երեխայի կարծիքը լսելի դարձնելու խնդիրներին, բայց շատ ավելի լայն մասշտաբով, հարցը քննարկման առարկա դարձնելով, շատ կարևոր է ընդհանրապես, որ մենք կարողանանք մարդու իրավունքների կրթության համակարգը լրջորեն բարեփոխել, որովհետև մեր հիմնական խնդիրները, որոնք առկա են այդ թվում երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում, բխում են մարդու իրավունքների կրթության այնպիսի համակարգ ունենալու փաստից, որը չի համապատասխանում այսօրվա աշխարհում ոլորտում գործող չափանիշներին, եւ դրա արդյունքում ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, որ թե պետական տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչները, թե մասնագիտական համայնքները, որոնք գործ են ունենում երեխայի իրավունքներին առնչվող որոշակի իրավիճակների հետ, կլինեն դա փաստաբաններ կամ մասնագիտական այլ համայնքի ներկայացուցիչներ, չունենալով ոլորտի վերաբերյալ պատշաճ պատկերացում այսօրվա աշխարհի չափանիշների տեսանկյունից, բնականաբար բազմաթիվ խնդիրներ են հարուցում հարցի հետ կապված։ Եվ այստեղ երևի թե ամենակարևոր մոտեցումն այն պետք է լինի, որ մենք պետք է ընդհանրապես կարողանանք հաղթահարել երեխայի որպես սեփականություն լինելու այդ տրամաբանությունը այն տեսանկյունից, որ թե ընտանիքի, թե տարբեր իրավական գործընթացների շրջանակներում պետական իրավասու մարմինների, մասնագիտական համայնքների համար եւ այլն երեխան միանշանակ չպետք է ընկալվի որպես սեփականություն այն տրամաբանությամբ, որ նրանց հետ կարելի է վարվել ցանկացած եղանակով, որովհետև բազմաթիվ են դեպքերը, այդ թվում հրապարակային դաշտում, երբ գործ ենք ունենում տարբեր ոլորտային խնդիրների հետ կապված երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի հետ, ընդ որում խոսքը ոչ միայն ընտանիքի ներսում, այլ նաև, ինչպես արդեն նշեցի, տարբեր մարմինների եւ համայնքների ներկայացուցիչների հետ շփումներին է դա վերաբերում, հետեւաբար որպես երևի թե ընդհանուր ամփոփում եւ կարեւոր արձանագրում կուզենամ հատուկ այն դիրքորոշումն արտահայտել, որ մենք բոլորս համատեղ ուժերով պետք է կարողանանք պատշաճ քայլեր ձեռնարկել այս բոլոր խնդիրները համակարգային առումով վերացնելու եւ դրանց լուծումներ գտնելու համատեքստում այդ տեսանկյունից չափազանց կարեւորում եմ ոչ միայն պետական իրավասու մարմինների, ոչ միայն քաղաքացիական հասարակության մեր գործընկերների, երեխաների հասարակության ներգրավվածությունը, այլ նաեւ միջազգային գործընկերների ներգրավվածությունը, ովքեր ոլորտային շատ լուրջ փորձառություն ունեն այս հարցերի հետ կապված եւ հույս ունեմ, որ մենք ապագայում հնարավորություն կունենանք ոչ թե պարզապես այս օրենսդրական փաթեթի նախագիծը քննարկման առարկա դարձնել շահագրգիռ սուբյեկտների հետ, այլ ունենալ նաև լուրջ քայլեր, այդ թվում թե
պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների համար վերապատրաստումների համատեքստում, թե մասնագիտական համայնքի համար լրացուցիչ վերապատրաստումների համատեքստում եւ թե նաեւ այս ոլորտի կրթության համակարգը վերափոխելու ու նաեւ ոլորտային էթիկական ստանդարտները հստակեցնելու ու դրա համար հետևանքներ ունենալու տեսանկյունից։ Ես երևի թե նախնական ներածական խոսքս այսքանով կսահմանափակեմ, բայց ուրախ կլինեմ պատասխանել հարցերին, եթե այդպիսիք կան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Մանասյան, բովանդակային զեկույցի համար, հարցերի համար ուզում եմ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել, եթե զեկուցողին ունենում եք հարցեր, ապա մոտենում եք քարտուղարությանը, գրանցվում եւ հարցեր տալիս, գրանցված հարցեր քարտուղարությունը խնդրում եմ այն հարց տվողների անունները, ովքեր գրանցվել են, փոխանցեն։ Մերի ջան, բերեք։ Էդգար Ղազարյան, համեցեք։ Տիկին Մանասյան, մի երկու պատմություն եմ լսել 2023 թվականի Արցախի բռնի տեղահանության օրերին, երբ որ Արցախից բռնի տեղահանվող ընտանիքները անցնում են ճանապարհով, ադրբեջանական դրոշներ տեսնելով ճանապարհի տարբեր հատվածներում, երեխաներից մեկը իր ծնողներին հարցնում է, ասում է. «Մամ, բա մեր Արցախի դրոշի գույները ինչի են փոխվել»։ Հետո վերադառնալով Հայաստան, մեկ այլ երեխա հարցնում է իր ծնողին, հարցնում ասում է. «Պապ, բա մենք երբ ենք վերադառնալու Արցախի մեր տուն։ Ես իմ տունն եմ ուզում, ես իմ դպրոցն եմ ուզում, իմ ընկերներին եմ ուզում, իմ խաղալիքներն եմ ուզում»։ Սա թերևս մասնավոր դեպքեր էր, որ ես լսել եմ որպես իրական պատմություն, բայց այդպիսի դեպքերը վերաբերում են տասնյակ հազարավոր երեխաների, մեր հայրենակիցների, ովքեր կրում են Հայաստանի Հանրապետության անձնագիր, որի սեփականատերը Հայաստանի պետությունն է, եւ այդ երեխաների, այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ցանկացած հանրային ծառայողի, այդ թվում ձեր պատասխանատվությունը։ Ես ուզում եմ իմանամ բռնի տեղահանությունից մինչ օրս, դուք որպես մարդու իրավունքների պաշտպան, Արցախից բռնի տեղահանված մեր երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ինչ էական ջանքեր եք գործադրել։ Արդյոք գիտեք իրենք որտեղ են, ինչ կյանքով են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Կանանց գաղութ ձեր հաճախակի այցելությունների մասին տեղեկանում ենք ձեր պաշտոնական հրապարակումներից։ Բայց ես դեռ ոչ մի անգամ չեմ լսել, որ դուք նպատակային այս կատարեք այն համայնքներ, այն հատվածներ, այն հաստատություններ, որտեղ որ հոգ է տար, եթե իհարկե կան այդպիսիք։ Մեր երեխաների բռնի տեղահանված, իրենց կամքից անկախ ճակատագրի նման հեգնանքի արժանացած երեխաների մասով։ Խնդրում եմ իմանալ ձեզնից, հարցիս նպատակն է, թե քանի հատուկ զեկույց եք ներկայացրել որպես մարդու իրավունքների պաշտպան Արցախից բռնի տեղահանված երեխաների խնդիրների կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեխնացու, ես փորձեմ այսպես շատ կարճ պատասխանել հարցի հիմնական հատվածին, որովհետև մեր օրենսդրական նախագծերի փաթեթին, այսինքն քննարկվող թեմային ըստ էության ձեր հարցադրման էությունը համենայն դեպս չի համապատասխանում, բայց հետո նաև անդրադառնամ մի քիչ ինքս կապեր ստեղծեմ այս նախագծի փաթեթի եւ ձեր կողմից ինձ ներկայացված հարցադրման միջև։ Նախ սկսեմ նրանից, որ ես անձնապես ինքս եմ եղել հենց այդ գրանցման կենտրոններում, ընդ որում շուրջօրյա ռեժիմով, այսինքն 24 ժամյա ռեժիմով իմ աշխատակազմի հետ համատեղ եւ ասեմ ավելին, ոչ թե անձնապես պարզապես հերվից նայել եմ, այլ անձնապես հենց զբաղվել եմ թե երեխաների խնդիրներով, թե այլ անձանց խնդիրներով հենց տեղահանման ժամանակահատվածում։ Ավելին նշեմ, անմիջապես տեղահանումից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը առաջինն էր, որ զեկույց հրապարակեց ընդհանրապես այդ ժամանակահատվածի իրադարձությունների վերաբերյալ, հատուկ անդրադառնալով այն դեպքերին, որոնք կարելի է որպես խոշտանգում կամ վատ վերաբերմունք
համարել կամ վատ վերաբերմունքի դրսևորում համարել տարբեր քաղաքացիների, այդ թվում երեխաների նկատմամբ, ընդ որում զեկույցի փակ հատվածում ներկայացնելով նաև երեխաների վերաբերյալ հստակ տվյալներ, եւ այս զեկույցը ոչ միայն ուղարկվել է տարբեր միջազգային կազմակերպությունների, այս զեկույցը եղել է առաջինը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների կողմից այս ոլորտին առնչվող զեկույցների համատեքստում, որին հղում է կատարել շատ հեղինակավոր միջազգային զեկույց, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, խոսելով խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքերի հնարավոր առկայության մասին ոլորտում եւ այս դեպքերի քննության կարեւորության մասին։ Այնուհետև հավանաբար այդ ժամանակահատվածում, երբ դեռևս առկա էին կենտրոններ, որտեղ մարդիկ էին գտնվում, այդ թվում տեղահանված, մենք ոչ միայն մեկ անգամ ենք այց կատարել, մենք բազմաթիվ այցեր ենք ունեցել, ընդ որում ես ոչ միայն միայնակ եմ այցելել եմ թե Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համատեղ, ընդ որում հենց իմ առաջարկությամբ այցելել եմ մի շարք այլ բարձրաստիճան միջազգային պաշտոնատար անձանց հետ, եւ դրա նպատակը բնականաբար եղել է խնդիրները ոչ միայն անձնապես տեսնել, այլ ցույց տալը մեր հարգարժան միջազգային գործընկերներին։ Այնուհետև մեր երեխայի իրավունքների հարցերով զբաղվող խորհուրդը, որը գործում է մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, շատ կարևոր այլընտրանքային զեկույց է ներկայացրել մարդու իրավունքների կոմիտեին, մասնավորապես միավորված ազգերի կազմակերպության կոմիտեին, որը այլընտրանքային բնույթ էր կրում Հայաստանի հետ կապված, եւ որտեղ հատուկ մենք ներգրավել ենք նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխայի, ով մանրամասն ներկայացրել է այդ թվում խնդիրները, այնուհետև մեր ամբողջ խորհուրդը ինքն է ամփոփել խնդիրները առանց մեր որևէ միջամտության, եւ իմ կողմից որոշում է կայացվել, որ երեխաները եւս պետք է մեկնեն միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեի նիստին Ժնև, որպեսզի ինձ հետ համատեղ ներկայացնեն խնդիրները, եւ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ այն երեխաներից մեկը, ով որոշվել է, որ պարտադիր պետք է գա Ժնև իմ կողմից գլխավորած պատվիրակության շրջանակներում, եղել է հենց Արցախից բռնի տեղահանված երեխա։ Նշեմ, որ այս փուլում մեր միջազգային գործընկերների հետ շատ կարևոր հաղորդակցություն ենք վարում, բայց ինձ կարծես թե հուշում են, որ ես այլևս ժամանակ չունեմ սրա մասին խոսելու։ Պարզապես քայլերը ձեռնարկված այնքան շատ են եղել, որ ես չեմ կարող 2 կամ 3 րոպեի շրջանակներում դրա մասին խոսել, եթե դուք դրա ավելի մանրամասն կարիքը տեսնեք, իհարկե մենք կարող ենք այլ ձևաչափով հաղորդակցություն վարել եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ, բայց քանի որ այսօր օրենսդրական նախագծերի փաթեթն է քննարկվում, կուզենամ հատուկ արձանագրել, որ այս խնդիրները եւս չի կարելի ներկայացնել այն ձևաչափով, որպեսզի նշված երեխաները որևէ առումով ստիգմատիզացվեն, հետևաբար նույնիսկ հարցադրումների ձևակերպումը պետք է լինի դրան համապատասխան։ Ես երևի թե այսքանով ամփոփեմ, որովհետև մի քանի անգամ հուշեցին, որ պիտի ամփոփեմ, բայց ուրախ կլինեմ հետո էլ վարել այս հարցով հաղորդակցություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Մանասյան, քանի որ այլ հարցեր չկան, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ համեցեք զբաղեցրեք։ Ես ներողություն եմ խնդրում, ես գրվել էի հարցի համար։ Հայկ Հարությունյան։ Չեմ տեսնում որտեղ։ Այստեղ։ Հա, գրանցվել եք։ Այո։ Համեցեք։ Հարգելի Տիկին Մանասյան, ես մի քանի հարց ունեմ։ Առաջին հարցը դա հետևյալն է։ Նոր օրինագծով նախատեսված չէ, որ միջազգային պայմանագրերը գերակայում են եւ հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրերը։ Նախկին օրենքով դա նախատեսված է եղել, իսկ օրինագծով դա նախատեսված չէ։ Մենք գիտենք, որ միջազգային պայմանագրերը լինում են ինքնակատարվող եւ ոչ ինքնակատարվող, վերջիններս պահանջում են ներքին օրենսդրության ընդունում։ Մարդու իրավունքներին վերաբերող միջազգային պայմանագրերը ինքնակատարվող են։ Չէ գտնում արդյոք, որ օրինագծի մեջ անհրաժեշտ է պահպանել գոյություն ունեցող օրենքի երկրորդ հոդվածի այդ դրույթը, որովհետեւ ոչ բոլորն են գիտակցում, որ միջազգային պայմանագրերը գործում են անմիջականորեն, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, եւ ներքին օրենսդրության հետ հակասության դեպքում դրանք գերակայում են, այդ թվում նաեւ նորմատիվ իրավական ակտերի։ Դա առաջին հարցն է, որը կցանկանայի տալ։ Երկրորդ հարցը, որը ես կցանկանայի տալ, դա հետեւյալն է։ Ասացեք խնդրեմ, երեխայի շահը չպետք է գնահատվի յուրաքանչյուր անգամ անհատապես։ Այսինքն կարող է արդյոք երեխայի շահը գնահատվել նորմատիվ իրավական ակտով, որը բացառում է անհատական որոշումների կայացման հնարավորություն կամ նախատեսում է դա շատ նեղ շրջանակում։ Դուք երևի գիտեք ես ինչի մասին եմ ասում, եւ կցանկանայի, որպեսզի դուք դրա վերաբերյալ արտահայտվեք։
Եվ երրորդ հարցս, որը կցանկանայի տալ, այս տարի շատ երեխաներ, հարյուրավոր երեխաներ, որոնք նոր են դպրոց ընդունվել, ստիպված եղան գնալ անմիջապես երկրորդ կամ երրորդ դասարան։ Եվ այդ երեխաները միայն շատ չնչին բացառություններով մտավոր զարգացման ծանր խնդիրների դեպքում միայն, որոնք դրա վերաբերյալ հրամանը ընդունված է եղել առաջին անգամ 23 թվականին, 23 թվականի տարեկան հաղորդման մեջ դուք արձանագրել եք, որ այդտեղ կա խնդիր, նախարարությունը ըստ էության ընդամենը հետաձգել է 1 տարով այդ հրամանի կիրառումը, հաջորդ տարի ցավոք հաղորդման մեջ դրա վերաբերյալ ոչ մի բան չի նշվել, այս տարի նախարարը հայտարարեց, որ տեղի են ունենալու փոփոխություններ եւ կոչ արեց, որպեսզի ակտիվ մասնակցություն լինի հանրային քննարկմանը իդրաֆտ հարթակում, սակայն դուք ունենալով օրենքով նախատեսված իրավունք չներկայացրեցիք ձեր դիրքորոշումը այդ հրամանի վերաբերյալ, ըստ էության այնուհետ Արտադրության նախարարության բացասական եզրակացությունը պետական իրավական փորձաքննության նույնպես անտեսվեց նախարարության կողմից, ընդունվեց համապատասխան հրամանը եւ նաեւ մի երեխայի վերաբերյալ ներկայացված բողոքը բավական երկար ժամանակ չընդունվեց քննարկման, բոլոր դեպքերում 30-օրյա ժամկետում օրենքով նախատեսված որոշում չկայացվեց, որոշում կայացվեց միայն 90-օրյա ժամկետում եւ ըստ էության այդ երեխայի իրավունքները նույնպես խախտվեցին։ Ես կցանկանայի, որպեսզի դուք արտահայտվեիք դրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, փորձեմ կարճ բոլոր հարցերին պատասխանել, առաջին հարցադրման հետ կապված ըստ էության կարծում եմ օրենսդրական տեխնիկայի խնդիր է, որովհետև սահմանադրությունն ինքնին արդեն իսկ սահմանում է միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի հարաբերակցությունը եւ հիերարխիան, հետեւաբար օրենսդրական տեխնիկայի հարց է, թե արդյոք կարիք կլինի դարձյալ համանման նորմեր սահմանել նաև այլ օրենսդրական ակտերում թե ոչ, որովհետև բացի հիերարխիային վերաբերելի ընդհանուր նորմից սահմանադրությունը նաև հատուկ նորմ է պարունակում այն մասին, որ մարդու իրավունքներին բովանդակության մեկնաբանությունը ըստ էության պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերի եւ համապատասխան մարմինների կողմից տրված մեկնաբանության հիման վրա։ Սա կարևոր հանգամանք է եւ արձանագրում, հետեւաբար ամեն դեպքում այս հանգամանքը բոլորը պիտի նկատի ունենան հենց սահմանադրության ուժով։ Երկրորդ հարցադրման հետ կապված երեխայի լավագույն շահին առնչվող ըստ էության երեխայի լավագույն շահը բնականաբար գնահատվում է յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում, բայց իրավական ակտերը կամ օրինակ ուղենիշային ինչ որ լուծումները եւ այլն կարող են պարունակել ստանդարտներ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատել երեխայի լավագույն շահը, հետեւաբար կարծում եմ, որ մշտապես պետք է տարբերակել նշված հասկացությունները եւ ձեր երրորդ հարցի հետ կապված ուզում եմ հատուկ արձանագրել, որ այդ թվում մոտավորապես հասկացա, թե ճիշտ է չներկայացաք, բայց մոտավորապես հասկացա, թե ըստ էության ում եք ներկայացնում եւ որ գործը, կուզենամ հատուկ շեշտադրել, որ այն բոլոր դեպքերում, երբ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացում է ոչ թե համակարգային խնդիրը հասցեագրելու դիմում, որը անմիջապես է սկսել իրականացվել եւ գործընկերների հետ թե հաղորդակցություն է վարվել, թե ձեր նշած խնդրով մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն է ներկայացվել համապատասխան իրավասու մարմիններին, եթե անհատական դեպքով գործը քննարկման ընդունելու հարցը ի հայտ բերվում, բնականաբար պետք է լինի այն անձի կողմից լիազորություն օրենքով սահմանված կարգով ներկայացված, որին դուք եք ներկայացնում եւ այլն, այսինքն մի շարք չափանիշների ի սկզբանե բողոքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենանք անհատական գործի քննարկում իրականացնել եւ բնականաբար վստահ եմ, որ այդ ժամանակահատվածի ընթացքում, երբ արդեն ներկայացված է եղել համապատասխան փաստաթուղթը, նաեւ կոնկրետ անձի խնդիրներով զբաղվելու, այսպես ասած, ամբողջ process-ը իրականացվել, բայց չեմ կարծում, որ այստեղ մի մարդու խնդիր է, որովհետև սա համակարգային խնդիր է եւ հենց համակարգային խնդիրը լուծվեց, բնականաբար բոլոր անհատական դեպքերում էլ խնդիրները լուծվելու են, ինչ վերաբերում է e-draft համակարգում տեղադրված իրավական ակտի նախագծին, ես կխնդրեմ, որպեսզի այս պահին, քանի որ նաեւ քննարկումը հրապարակային է, դիրքորոշում չհայտնեմ այն մասին, թե ինչ ձևաչափով մեր կողմից կարծիք ներկայացվել է, թե չի ներկայացվել, որովհետև մեզ ուղարկվում են կառավարության կողմից համապատասխան իրավական ակտերի նախագծերը եւ մենք դրանց ենք ներկայացնում մարդու իրավունքների տեսանկյունից նկատառումներ համապատասխանության առնչությամբ նկատառումներ ես պարզապես կստուգեմ թե այդ ձեր կողմից նշված նախագծի հետ կապված մենք ինչ գործողություններ ենք իրականացրել եւ բնականաբար ձեզ հետ հաղորդակցությունը հետադարձ կպահենք որպեսզի դուք եւս տեղեկացված լինեք դրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։